Ողջունում եմ ձեզ սիրելիներս, ես Արսեն Պետրոսյանն եմ, Ֆրանսիայի Բորդո քաղաքի կյանքի խոսք եկեղեցու հովիվը։ Շատ կարևոր է, որ քրիստոնյան ապրի Քրիստոսի մեջ եւ Քրիստոսը ապրի քրիստոնյայի մեջ։ Թանկագիններս, իսկ ինչպես ապրի Քրիստոսը մեր մեջ, եթե մենք ապրում ենք այնպես, ինչպես մենք ենք ուզում, ոչ թե նա է ուզում։ Բոլորս ուզում ենք, որ Քրիստոսը ապրի մեր կյանքի մեջ եւ մենք ապրենք Քրիստոսի մեջ։ Սա շատ հրաշալի ցանկություն է եւ երազանք է, բայց գիտեք, Հիսուսը տալիս է հնարավորությունը, ինչպես դա անենք, ուղղակի պահենք նրա պատվիրանը, սիրված լինենք Աստծո կողմից եւ Հիսուսը Աստծո հետ կապրի մեր կյանքի մեջ եւ մենք նրա մեջ, ու մենք անտեր չենք լինի եւ նա ասաց, որ դա կանի հավերժ, երբևիցե մեզ չի թողնի եւ միշտ մեր հետ կլինի։ Եղիր օրհնված Հիսուսի անունով, եղիր Քրիստոսի մեջ եւ կլինես օրհնված։ Ամեն։ Փառք Հիսուսին այս հրաշալի օրվա համար։ Թանկագիններս, պիտի խնդրեմ, որ ձեր վերարկուները հագնեք, տակ-տակ տեղավորվեք, բայց հանկարծ չքնեք։ Դուք ուժեղ մարդիկ եք։ Դուք ուժեղ մարդիկ եք։ Գիտեք, երբ որ կարդում ես ավետարանը, ինչ որ դրվագների ես հանդիպում, ու որ ասում է հավատացյալ լինել ամեն մարդու բան չի։ Այս պահերին ես հասկանում, թե ինչ է նշանակում հավատացյալ լինելը։ Ամեն մարդ չի կարա ցուրտ եղանակին գնա միտեղ ու Աստծուն պաշտամունք անի, Աստծուն զոհ մատուցի, Աստծուն փառաբանի, երկրպագի, հավատքի քայլ ցույց տա ու ցրտի մեջ մի քիչ sense հարմարություն չկա թանկագինես, բայց ցրտի մեջ արտահայտվում է հավատք։ Գիտեք, ինձ մոտ Երևանը սկսում է երևունուց։ Այն ինչ որ Երևանը այսօր ունի ու կա հավատքի կյանքում, նաև սկսում է իմ կյանքում երևունուց։ Ես շրջանում եմ ծնվել մեծացել ու Երևանը ճանաչել եմ երևունուց։ Մեր քաղաքի ավտոբուսը Վեդի քաղաքից եմ ես, գալիս էր Կայարան ու Երևանը իմ մոտ հավատքի կյանքը սկսել է երևունուց սկսած։ Գալիս էի Երևան, այստեղից լավագույն դեպքում մետրոն կաշխատեր, եթե չէ, պիտի ոտքով բարձրանայի երիտասարդական պալատ։ Հետո ոտքով վերադառնում էի այստեղ, մի մատնակաշ գնում, ուտում, հետո միջև ավտոբուսս ինձ կվերադարձնի Վեդի։ Փառք Հիսուսին այդ օրերի համար, ցուրտ էր, ձյուն էր, հալելույա։ Գիտեք, այնքան հրաշալի է, Աստծո հետ քայլելը հեշտ չի։ Աստծո հետ քայլելը հեշտ է, երբ որ Աստծո հետ ես։ Երբ որ Աստված քո հետ է, դու նրա հետ ես, հեշտ է։ Բայց երբ որ դու Աստծո հետ ես, այն հրճակումները, որ այսօր եղբայրն արեց, որ առատաձեռն եղի Աստծուն, այս բառերը շատերը կարան չհասկանան, գիտեք։ Այն կոչերը, որ այստեղ արվում է, շատերը կարան չհասկանան, որովհետև Աստծո հետ չեն։ Որովհետև այն ինչ որ կատարվում է այստեղ, այս վայրի մեջ, այն ինչ որ տեղի ունենում, այն հրճակումները, այն կոչերը, դրա կենտրոնում Աստված է, ու Աստծո համար է եւ ամեն բան Աստծուց է։ Ու դեք մենք իրականում, այո, 90-ականներին դժվար ժամանակներ ենք անցել, ավելի ցուրտ է ելել, քան հիմա, բայց դա մեզ չի խանգարել, որ մենք քայլենք հավատքով Աստծո հետ։ Եվ մի անգամ Դավիթ թագավորը, ինքը թագավոր էր, թագավորական պալատում մեծ զորքեր ուներ, բայց օգնության կարիք ուներ, դժվարության մեջ էր, դժվար էր, ու ելավ երևի իր պատշգամբները, հա, այդ բալկոններից միտեղ ու նայում էր սարերին։ Ու հետո գրում է այտենց, չէ՞։ Նայում եմ սարերին, որտեղից կգա իմ օգնությունը։ Մտածում էր այն սարի հետևում ինչ որ բան կարող է գտնել, որ կօգնի իրան բարձրանա, այդ ընթացքը կանցնի, մեկ էլ չհասկացա, որ իմ օգնությունը Տիրոջից է։ Գիտես, պայմանները չեն, որ կարող են մեզ առաջնորդել, այլ Տերը, որ մեր հետ է, մեր մեջ է, այլ որ մենք Տիրոջ հետ ենք ու Տիրոջ մեջ ենք, այսի կարա մեզ օգնի ու ամեն դժվար ժամանակն էլ կարող ենք անցնել։ Ու գիտեք, մեր Տերը մի հատ կերպար է, որ ինքը ամեն բան արեց
Եվ միջև այսօր ամեն բան անում է, որ ինձ ու քեզ լավ լինի։ Այդ պայմանները ինքն է ստեղծել, ինքն է մտածել, ինքն է գծագրել։ Հնարավոր է ինչ որ մեկ ասի ես չեմ տենում։ Կամ մարդ, որ Աստծուն չի տենում, այստեղ լավ կարող է կա, բայց որտեղ որ Աստծուն են հավատում ու Աստծու մասին խոսում, կարող է ամաչումը ասի։ Գիտես Հիսուսը մի անգամ հավաքեց ժողովրդին, նստեց լեռան վրա ու ասեց. «Երանի նրանց, ում սրտերը մաքուր են»։ Որովհետև ում սիրտը մաքուր է, ինքը կտեսնի Աստծուն, կտեսնի Աստծո գործերը իր կյանքում։ Գիտեք, երբ որ դու տրանսպորտի գումար ունես կամ մեքենա ունես ու գնում ես ծառայության, երբ որ դու տաք վերարկու ունես ու գնում ես ծառայության, սա էլ է հավատքի քայլ, բայց երբ որ դրսում -30 է ու քո սապոկները ճաքել են ցրտից, որովհետև դրանք հայկական են, ռուսական չեն։ Ես հագնում եմ մեկ զույգ նասկի, վրայից մի տոպրակ, հետո հաջորդ գուլպան, հետո նոր սապոկներս հիշում ես, հով արվեն, ու գնում էի ծառայության։ Գիտեք, ոչ մի անգամ չտրտնջացի, բա ուր է իմ Աստված։ Այս դժվարության մեջ, որովհետև ես գիտեի նպատակ ունեմ։ Նպատակ ունեմ ավելի նրան ճանաչելու, նպատակ ունեմ ավելի նրան մոտենալու, նպատակ ունեմ նրա հետ ապրելու, քայլելու։ Գիտեք, ուժեղները կարող են վերցնել։ Ինքը ասում է ուժեղները։ Իսկ երբ որ պայմանների մեջ ուժ պետք չի գործադրել, այստեղ ուժ չես կարող տեսնել։ Բայց եթե պայմանները հակառակն են, բայց դու անում ես հակառակ ուղղության, սա է նշանակում ուժեղները կարող են վերցնել։ Ես նույն Աստվածաշունչն եմ կարդում, ինչ որ դու։ Նույն ավետարանից եմ խոսում, որ քո կյանքն է փոխել։ Ամեն։ Թանկագիններս։ Հիմա ես այսօր մի հետաքրքիր ուղերձ ունեմ իմ սրտի մեջ։ Եղիր Քրիստոսի մեջ։ Մենք բոլորս կարող ենք ասել, որ Քրիստոսի մեջ ենք։ Կարող ենք ասել։ Խնդիր չկա։ Իսկ ինչպես են Քրիստոսի մեջ։ Թանկագիներս, ես մի փոքր թույլ տվեք կիսվեմ ձեր հետ, որովհետև շատ հրաշալի է, երբ որ մենք հասկանում ենք, հասկանալով ենք անում այն ամենը, ինչ որ անում ենք։ Որովհետև հիշում եք միտեղ ավետարանում ասում է. «Երանի նրանց, ովքեր ձիու ու ջորու նման չեն, այլ ուղեղ ունեն, մտածում են, հասկանալով են անում, ինչ որ անում են»։ Գիտեք, մենք ուղղակի ինչ որ ֆանատներ չենք։ Մեզի աշխարհը կարա աղանդավոր ասի, մեզի աշխարհը կարա ֆանատներ ասի եւ այլն, չհասկանամ ես։ Գիտեք ինչի համար, որովհետեւ այն հոգին, որ մենք ունենք, այդ հոգին աշխարհը չի ճանաչում։ Բայց սա չի նշանակում, որ երկրի վրա այսօր Երևանում կամ Եվրոպայում մենք ապրում ենք, մենք անտեր ենք։ Դա այդպես չի թանկագիներս, մենք Տեր ունենք ու Տիրակալ ունենք ու մենք անտեր չենք ու մենակ չենք։ Ու Քրիստոսը արքաների արքան, Տերերի Տերը, իմ ու քո Աստվածն է։ Թանկագիներս Մատթեոսի ավետարանում 14-րդ գլխից Եվ ես հորը 14-16, եւ ես հորը կխնդրեմ, եւ ձեզ ուրիշ մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի։ Ուրիշ մխիթարիչը, որ հավիտյան պիտի մեր հետ լինի, ճշմարտության հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետեւ նրան չի տեսնում եւ չի ճանաչում, բայց դուք նրան ճանաչում եք, որովհետեւ այն ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու։ Թանկագիներս, եթե այսօր իմ կյանքում Աստծո հոգին չկա, ես ինչքան էլ ուզենամ դժվար անցնեմ, դժվարություններ անցնեմ, ես չեմ կարող։ Որովհետև Աստծո հոգին իմ մեջ ապրելով, իմ մեջ բնակվելով, ինքը իմ որոշումներին ուժ է տալիս։ Ինքը գիտեք, որ մարդու ուժը էդի մուսկուլների մեջ չի։ Մարդու ուժը որոշումի մեջ է։ Ամեն մարդ ինքը որոշում է, հաղթող է, թե պարտված է։
Ամեն աղջիկ ինքը որոշում է արքայադուստրը, թե սովորական աղջիկ։ Ինքն է որոշում, իր ներսում, իր որոշումով, իր քայլերով։ Թանկագինս դու ես այսօր քո կյանքի որոշում կայացնողը եւ քո ուժը ներդնողը եւ օգտագործողը քո կյանքի մեջ դու ես։ Ես չեմ կարող քո տեղը դա անել։ Աստված չի կարող քո տեղը դա անել։ Դու պիտի անես։ Դու պիտի անես։ Ու այդ թշնամությունը թանկագիններս, որ սատանան ունի իմ ու քո հանդեպ, գիտեք որտեղից է գալիս։ Մի օր հարց տվել ես քեզ, խիա սատանան այսքան ատում ինձ։ Խիա սատանան այսքան փորձություններ բերում, խիա սատանան այսքան փորձում, որ ես չհասնեմ երկինք։ Ես չունենամ այն կյանքը ու ավելին, որ Տեր Հիսուսը իմ համար պատրաստել է։ Հարցրել ես քեզ։ Եթե չես հարցրել, ես հարցրել եմ։ Գիտես ինչ եմ ստացել պատասխան։ Հետ եմ գնացել ծննդոց ու մեկ էլ տենամ ինչ։ Ասա ինչ։ Ուրեմ այն տեղը, որտեղ որ ուզում էր զբաղեցնել սատանան, այդ տեղը ինձ շնորհեց Հիսուսը։ Պարզ ու հասարակ։ Դրա համար էլ ամեն փառք Հիսուսին, փառք մեր Տեր Հիսուսին։ Նայեք ինչ տեղ է մեզ դրել հրեշտակներից էլ բարձր։ Այդ տեղը ինքն էր ուզում, սատանան։ Ու հիմա տեսեք ինչքան նա նեղված ինքը։ Ինչքան ատելությամբ լցված ու դրա համար էլ այդ խոչընդոտները կան քո կյանքի մեջ, որ դու նրանց վրա կանգնես ու բարձրանաս։ Այ դրա համար են։ Բայց գիտես այդ խոչընդոտները եթե եկան քո կյանքի մեջ ու կարողացան քո ոտքերը թույլացնել, շատ ներողություն, այդտեղ Քրիստոս չի ապրում։ Շատ ներողություն, ինձ իրավունք եմ տալիս, ասեմ, այն մարդու կյանքում, որ թուլացել է հավատքը, որ կոտրվել է անկել է, այդ կյանքի մեջ Քրիստոս չի ապրում։ Գիտեք ինչի համար, որովհետև այն Քրիստոսին, որին ես ճանաչում եմ, որին ես գիտեմ ու դավանում եմ ու հավատում եմ ու պաշտում եմ, նրանից սատանան ոչինչ չի կարողանում վերցնել։ Ոչինչ չի կարող վերցնել։ Ոչինչ։ Ու եթե իմ կյանքի մեջ բնակվում է Քրիստոսը, Աստծո հոգին, ինչ կարա անի սատանան։ Շատ կարևոր է թանկագինս։ Շատ կարևոր է։ Գիտես, մենք կարող ենք աղոթենք ժամերով, ծոմեր պահենք տարիներով, խնդիր չկա։ Բայց մեր ուժն ու զորությունը, դա Քրիստոսն է, որի մեջ պիտի լինենք ես ու դու։ Ու Քրիստոսն է, որ պիտի լինի իմ ու քո մեջ։ Ոչ թե մեր աղոթքները, ոչ թե մեր հավատքը, ոչ թե եղբայրները, եկեղեցիները եւ այլն, այլ Քրիստոսը։ Ամեն։ Թանկագիններս, եկեղեցին հրաշալի հարթակ է, հրաշալի վայր է, երանի ինձ ու քեզ, երանի ինձ ու քեզ, որ մենք ունենք եկեղեցի, անկեղծ եմ ասում սրտանց, 30 տարուց ավել է ես կյանքի խոսքում եմ, 91 թվականից, 34 տարի, միջև այդ ծնողներս ապաշխարել են 50-ական եկեղեցում, ես 4 տարեկան եմ եղել, կարելի ասել ամբողջ կյանքս Աստծուն ճանաչել եմ, փառք Աստծու դրա համար, փառք Աստծու դրա համար, ու գիտես եկեղեցին, որ ես իմ կյանքը անցել եմ եկեղեցու մեջ, միշտ չի որ հով եմ եղել, եղել է որ խորոված եմ արել եկեղեցում, եղել է դուռ եմ բացել փակել, եղել է մաքրել եմ զուգարանը եկեղեցու, փառք Հիսուսին դրա համար, Անենց եմ մաքրել զուգարանը, որ ադմինիստրատորը եկել այն շնորհակալություն ասել, որովհետև իմ Տիրոջ համար էի անում։ Ու գիտես այսօր եկեղեցին հարթակ է, որտեղ մարդը կարող է ռեալիզացնել իր ով լինելը, կարող է ցույց տա իր սերը Աստծու հանդեպ։ Եկեղեցին հարթակ է, որտեղ դու կարող ես գալ երկրպագել Աստծուն, ինչպես քո սրտով, հոգով, քո ունծաներով, քո տասանորդներով, քո հավատարմությամբ,
Քո հավատարմությունը որտեղ կարող ես ցույց տալ Աստծուն, եթե ոչ նրա տան մեջ։ Լսի, սիրում ես Հիսուսին, չես սիրում իր տունը։ Այս քույրիկը այդքան էլ իմ սրտով չի։ Այն եղբայրը շատ ղժղժան աղոթող է։ Այդքան էլ իմ սրտով չի։ Լսի, մի բան ասեմ, բա որ գնացիր երկինք, այս եղբայրը աջ կողմիդ հարևան է, այն քույրիկն էլ ձախ կողմիդ։ Ու մեկ էլ ասում են կամ ստեղ պետք է ապրես, կամ էլ երկինք պետք է չմտնես։ Ինչ ես անելու։ Այդ էս 20 տարին չի, 30 տարին չի, որ երկրի վրա եկեղեցում։ Դա հավերժությունը։ Դրա համար sense մի քիչ պետք է մենք հասկանանք Քրիստոսի մեջ ապրել, լինել ինչ է նշանակում թանկագիներս։ Երբ որ մենք ասում ենք, գիտեք ավետարանում, երբ որ Աստվածաշունչը կարդում ես, չես հանդիպի այդպես կարճ նախադասության, որ Քրիստոս ասի ինձ նմանվեք։ Չէ՞։ Բայց ինչքան դրվագներ կա, որ Հիսուսը ցույց է տալի։ Ինչպես կարող ենք անել, որպեսզի նրան նմանվենք։ Հիշում եք, որ ասեց. եկեք իմ մոտ, վերցրեք իմ բեռը։ Հիշում եք այստեղը։ Որպեսզի շատ ժամանակ չկորցնենք, կարդացել եք Աստվածաշունչ։ Մարդ կա, որ չի կարդացել։ Բոլոր կարդացել են, Փառք Հիսուսին, ես իմ տան մեջ եմ։ Ասեց, ինձ նմանվեք, վերցրեք իմ բեռը, չէ՞, որ ինչ է, խոնար, հեզ, սրտով խոնար։ Հեզ ու սրտով խոնար։ Թանկագիններս, երբ որ մենք կա մարդ, որ ուզում է Հիսուսին նմանվի, Փառք Հիսուսին։ Ու գիտես, երբ որ մեզ հարցնում են, իսկ դու ո՞ր Հիսուսին ես ուզում նմանվես։ Որ թագավորը, որ առյուծն է Հուդայի, կճղի, կգցի բոլորին, կջարդի, կփշրի, ոնց որ ձեր հովիվն է։ Հաղթանակած, իշխան, գահին նստած, ամեն հարցը լուծող, ամեն հարցը լուծած, սատանայի գլուխը տրորած, սաղի պորտները տեղը դրած։ Բայց տեսեք Հիսուսը մի հատ ուրիշ կերպար է ցույց տալի թանկագիներս։ Հեզ ու սրտով խոնար։ Գիտես, էսի ինչ կերպար է։ Երբ որ դու պիտի պորտա դնես տեղը, բայց դու խաղաղություն ես անում։ Ոչ մեկի պորտին ձեռ չես տալի։ Ով է հասկանում, ինչի մասին խոսում։ Քնածներ կան զալում, կմրսեք, չքնեք։ Եթե տեսնես կողքինդ քնելա ծածկի խնդրում եմ։ Հալելույա։ Թանկագիներս, հիշում եք, նորից վերադառնանք լեռան վրա, Հիսուսը մի հատ ուրիշ բան էլ ասեց. Երանի խաղաղություն անողներին, որ նրանք Աստծո որդիներ կկոչվեն։ Իսկ թանկագինս, այն պարագայում, որ քո հետ պատահել է, որ քեզ անմեղ տեղը մեղադրել են, քեզ չի հասկացել քո հարցը, կամ իզուր մեղադրում է քո կիսուրը, կամ հայրը չի հասկանում քեզ շատ հաճախակի լինում է։ Ինչ որ մի պարագա է քո կյանքում, որ դու կարող ես ապացուցել քո արդարությունը։ Բայց դու ձայն չես անում, որպեսզի կռիվ չլինի։ Ուղղակի լռում ես, ուղղակի փակում ես բերանդ։ Ամենադժվար բանն է։ Ամենադժվար բանն է թանկագիներս։ Բերան փակելը։ Ուզում ենք Աստծո որդիներ լինենք։ Ուզում ենք Աստված նայի մեզ ու ասի սա է իմ սիրելի որդին։ Ում ես հավանել եմ։ Ուզում ենք նայի մեզ ու ասի Տերը տենց։ Ուզում ենք։ Ինքն էլ է ուզում թանկագիներս։ Անկեղծ եմ ասում, ինքն էլ է ուզում։ Ու մենք սիրում ենք իրան։
Ու մենք ասում ենք, որ մենք իրան սիրում ենք։ Ու մեր գործով, մեր քայլերով, մեր կյանքով մենք նրան ցույց ենք տալի, որ մենք նրան սիրում ենք։ Ու նա էլ ասում է. Ինչ սիրողները ինչ են անում։ Պահում են իմ պատվիրանները։ Լավ։ Գնանք Հովհաննես 14:18։ Ես ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ։ Ես ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ։ Ու գիտես թանկագինս, երբ որ թագավոր, զորավոր Տեր Հիսուսը քո մեջ է, քո կյանքի մեջ է, քո գործերի, քո ընթացքի մեջ է, սա քեզ իրավունք չի տալիս, որ դու քո հարևանին ճնշես, քո եղբայրը քրոջը ճնշես։ Ինչ ասեց Հիսուսը։ Ես չեկա թագավորելու, ես եկա ծառայելու։ Ես եկա, որ ինձ վատ լինի, որ ձեզ լավ լինի։ Երբևիցե եղել է այնպեսի բան, որ դու ասես ոչինչ, ես էլ կուլ կտամ։ Ճիշտ է, շատ մեծ, ոնց ասեց մեր աղբերը, թիքա է։ Հա, մեր երևուն ու լեզվով։ Շատ մեծ կտոր է, երբեմն կտորներ կա թանկագինս, շատ դժվար է կուլ տալ։ Որովհետև գիտես խի, ուրիշ տեղ Հիսուսն ասում է, խաչդ վերց հետևից սարի։ Այսինքն անձնուրաց եղի։ Կտորը մեծ է, դժվար է։ Ախր չեմ կարա ասեմ, որ ես չեմ եղել սխալ։ Չեմ կարա, ես պիտի ասեմ, որ ես ճիշտ եմ եղել։ Իմ հայացքները եւ այլն ամեն ինչ որ անում էի, ես նվիրված եմ այդ ամեն ինչին, բայց պիտի խաղաղություն անես։ Դժվար է։ Գիտես այդ ինչա խաղաղություն անելը։ Հանուն Հիսուսի։ Հանուն Հիսուսի, որովհետև իմ հարևանը գիտի, որ ես Հիսուսի զավակն եմ, ես հավատացյալ եմ, դրա համար ես նրան չեմ պատասխանի, ոնց որ արժանի է ինքը։ Այ դրա համար, այս եղա, որ դու խաչը գցիր ուսիդ։ Ոչ թե որ, բա ինչով ենք տարբերվում թանկագինս։ Գիտես մի հատ ուրիշ տեղ, որ ասում է Առաքյալը, եթե քեզ սիրողին սիրես, ինչ է շահել։ Եթե մեր մեջ լավ հարաբերություններ է, ինչ շատ հեշտ է ընկերոջը սիրել։ Բայց կարանք մենք փորձենք դժվար բաներ, չէ՞։ Նա թորնիկ ունեմ 2 տարեկան, ասում եմ, արի դժվար բաներ անենք, ուրախանում է։ Թանկագինս, դու էլ կուրախանաս, անկեղծ եմ ասում։ Հենց խաչը գցիր ուսիդ, խաղաղություն, ուրախություն է գալու քո ներսից։ Վստահ եմ ասում, որովհետև հաճախ այդ խաչը ուսից է։ Գիտես քո բավարարվածությունը խաղաղության մեջ է։ Անհանգստության մեջ, կռվի, ասեկոսեների մեջ խաղաղություն չկա թանկագինս։ Տագնապ է։ Բայց երբ որ խաչը ուսիդ է, դու նման ես Հիսուսին, որ իր բեռը չի տանում, հարևանի բեռն է տանում։ Հարևանի պորտը չի դրել տեղը, իրանն է դրել տեղը, որովհետև իր տերն էլ տենց արեց։ Ոչինչ, ես կլռեմ, թող իմ հարևանը մտածի, որ ինձանից բարձր է։ Ես կլռեմ։ Գիտես ինչ, երբ որ կանգնեցիր արքայի գահի առաջ, հարևանդ ոչ մի բան չի ասելու։ Բայց այն հարաբերությունը, որ դու երկրի վրա ունեցել ես քո հարևանի հետ, էսի տիրոջ մոտ ինչ որ բաներ խոսալու է։ Կարևոր ենք կարևորը թանկագիներս։ Եթե Քրիստոսի մեջ է, ուրեմն ես խաղաղություն եմ տարածում։ Եթե ես Քրիստոսի մեջ եմ, ես խաղաղության որդի եմ։ Ու ես կարամ ասեմ Պողոսի նման, Կորինթացիս 1:1:1 1 Կորինթացիս 1:1:1, հա, 11:1, լավ սենց։ Նմանվեք ինձ, ոնց որ ես Քրիստոսին։ Անկեղծ եմ ասում, երիտասարդ տարիներին, երբ որ կարդացել եմ այս խոսքը, ասում եմ Տեր Աստված, կարամ մի օր ես կանգնեմ ու ասեմ ինձ նմանվեք, որովհետև ես էլ Քրիստոսին նմանվեցի։ Թանկագինս պիտի ապրենք արժանավոր մեր կյանքը։ Իսկ ինչպես ապրենք արժանավոր մեր կյանքը, եթե մեր արժեքները մարդկային են, մեր մտածելակերպը մարդկային է։ Հիշում ես այն դրվագը Պետրոսին ասեց, հետից գնա։
Մտերիմ ընկերոջը Պետրոսին հետից գնա սատանա, դու ինձ գայթակղեցնում ես։ Դժվար է թանկագիններս։ Այդ ժամանակ Հիսուսը որոշում էր կայացնում, որ ինձ ու քեզ լավ լինի։ Ու մարդկային մտածելակերպը ինչ ասեց Պետրոսին, դու Աստծո նման չես մտածում։ Աստծո նման չես մտածում։ Դրա համար էլ այդպես ես ասում։ Հաճախակի թանկագիներս, որպեսզի կարողանանք դրությունը, իրադրությունը, իրադարձությունը, ամբողջ դրությունները կարողանանք ճիշտ ուղղության վրա դնենք։ Մենք պիտի նրա նման մտածենք։ Մենք պիտի նրա արժեքներով նայենք։ Գիտես, երբ որ նրա արժեքներով ես նայում, քեզ հեշտ է ճիշտ քայլ անել, քեզ հեշտ է ճիշտ որոշում կայացնել։ Որովհետև մարդկայինը ժամանակավոր է, իսկ աստվածայինը հավերժ։ Հալելույա։ Հալելույա։ Մենք միասին ենք օրհնված։ Ամեն։ Փառք մեր Տեր Աստծուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Թանկագիներս, գնանք Հովանես ավետարան, օրհնված եմ ես ավետարանով։ 23:14-23։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. Եթե մեկն ինձ սիրում է, ով է սիրում Հիսուսին, կպահի իմ խոսքը։ Կպահի իմ խոսքը։ Ու տեսեք ինչ է շարունակում, եւ իմ հայրը կսիրի նրան։ Եվ նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ։ Եթե մեկն ինձ սիրում է, կպահի իմ խոսքը։ Այո, ես սիրում եմ Հիսուսին։ Ես պահում եմ նրա խոսքը։ Ո՞րն է նրա խոսքը։ Նրա ցանկալի պատվիրանները։ Չէ՞։ Օրիգինալ։ Կյանք տվող։ Կամ մեկը, որ ասի, ես Աստծո պատվիրաններով ապրել եմ, կյանքս դժոխքի է նման։ Բայց շատ եմ լսել, որ իր կյանքում չկա Աստծո պատվիրանները ու կյանքը դժոխքի է նման։ Ում կյանքի մեջ գալիս է Աստծո պատվիրանները, կյանքը փոխվում է Աստծո արքայության։ Ամեն։ Գիտես խի, որովհետև Հիսուսը հոր հետ գալիս է թե բնակվելու։ Գիտեք, թանկագիներս, մենք բոլորս կարդացած մարդիկ ենք։ Մենք բոլորս պատմություն իմացող մարդիկ ենք։ Ինչքան աշխարհակալներ են եղել։ Այսօր մեր կողքին ինչքան մարդիկ կան։ Մեկը կուսակցություն, մեկը թագավորություն, մեկը չգիտես իշխանություն եւ այլն։ Ամենը լավ է։ Ամենը իրանց քարոզչություն ունեն։ Չէ՞։ Այսպես կանենք, այնպես ու իրանց կողքին ունեն հավատարիմներ։ Հավատարիմներ իրանց տեսիլքի։ Ու գիտեք, բոլորը ունեն ներդրումներ, բոլոր անդամները, կուսակցությունների, թագավորությունների, նրանք ունեն ներդրումներ, տվյալ անձնավորության տեսիլքի համար։ Ու տեսեք, մեկ էլ անցնում է այդ կուսակցությունը, մարդը սովորական, իմ ու քո նման մարդը, իր աշխատանքը, տասանորդը, ընծան, զոհը, ժամանակը դրել է ինչ-որ մարդու տեսիլքի մեջ։ Մեկ էլ այս մարդը անցավ, տեսիլքն էլ հետը։ Այս մարդու, իմ նման մարդու, քո նման մարդու, վիճակը ոնց է լինելու։ Կյանքս անցավ, բան չհասկացա։ Այսի կարանք ասենք, եթե մեր տեսիլքը Աստծո տեսիլքի մեջ չի։ Ես չեմ կարող ասել 34 տարի, 5-րդ տարին է գնում։ Ես կյանքի խոսքում ապրում եմ ու իմ կյանքի իզուրանցել բան չեմ հասկացել։ Այսօր էլ հասկանում եմ շատ բան։ Այսօր էլ շնորհակալ եմ Աստծուն, որ ես մնացել եմ իր դաշտի մեջ, որտեղ կարող եմ լինել իր համար եւ ինքը լինի իմ համար։ Այսօր տեսնում ենք հարուստները մեկը մեկից լավ տներ են կառուցում, չէ՞։ Թե հյուրանոցներ, դղյակների։ Հայաստանում գիտեք, այնպիսի տներ կտեն, ասեն ամեն մեկի կողքը կուզես կանգնես ու նայես։ Ճարտարապետական sense հյուրանոցները, սեփական տները եւ այլն։
Մեկը մեկից գեղեցիկ։ Ֆրանսիան մի քիչ այն մի 200 տարի առաջ ինչ արել է, այսօր չի կարել։ Բայց թանկագինս տեսեք, ինչքան էլ շքեղ լինի տունը, ինչքան էլ բարձր լինի շենքի վրայի դրած խաչը, Աստվածը տե չի գալի, չի ապրում։ Ինքը մի հատ ուրիշ տեղ է ուզում ապրի, որտեղ ուզում է միշտ ապրի։ Էդի իմ ու քո սիրտն է։ Ինքը ուղակի տեղ չի ընտրել, թանկագինս։ Ինքը ինչ որ մի հատ ուղակի բնակարան չի ընտրել։ Հասկանում եք, ինքը ընտրել է ամենան։ Դրա համար այսօր իմ ու քո նման հավատարիմների շնորհիվ այս կյանքի խոսքը, կենթանի խոսքը, կյանք տվող խոսքը հասել է ինձ ու քեզ։ Այս Աստծո բնակությունը հասել է ինձ ու քեզ շնորհիվ հավատարիմների, ոնց որ այսօր ես ու դու ենք։ Ու այսօր իմ ու քո լինելը հավատարմություն է ապագայի ժառանգության համար։ Փառք Հիսուսին սրա համար, թանկագիներս։ Ամեն։ Հալելույա։ Թանկագիներս, մի բան եմ օրինակ եմ ուզում բերեմ ավետարանից։ Կան մարդիկ, ովքեր առաջի անգամ են այստեղ։ Աստված օրհնի, ողջունում ենք քեզ, քույրիկս։ Դու քո կյանքի ամենալավ որոշումն ես արել այսօր։ Այսօր երկինքն ես ձեռք բերելու ու երկինքն է քեզ ձեռք բերելու։ Փառք Աստծուն, փառք Աստծուն։ Ոնց որ թե ավելի մոտ պիտի պահեմ, հա, միկրոֆոնը։ Լսում եք ինձ վերջում։ Ինչ ասել եմ, լսել եք։ Կրկնելու կարիք չկա։ Անցնենք առաջ, թանկագիներս մենք միասին ենք։ Միասին ենք, ամեն։ Թանկագիներս, Հիսուսը իր կերպարը մեզ բացեց, բացում է ու սովորեցնում է ինչպես լինենք, ինչպես ձևավորենք մեզ, որպես քրիստոնյաներ, որպես Աստծո զավակներ։ Ու գիտեք, մի հատ հետաքրքիր օրինակ եմ ուզում բերեմ ավետարանից, հիշում եք մի կնոջ մասին, որ ինքը հիվանդություն ուներ 12 տարվա, Մարկոս 5-րդ գլխի 24-րդ խոսքից, մի կին կար, հիվանդություն ուներ, դա անձնական դժվարություն էր, անձնական տառապանք էր, ու էդի մի քանի ամիս չէր, մի քանի օր չէր, շաբաթ չէր, 12 երկար տարիներ մի հիվանդություն, անբուժելի հիվանդություն։ Ու գիտեք, ինքը մի անգամ լսեց, որ Հիսուսը հնարավորություն ունի իրան բժշկելու։ Գիտեք ինչ արեց։ Վազեց դեպի Հիսուս։ Վազեց դեպի Հիսուս։ Քո կյանքում եղել է այդպես պահ։ Իմ կյանքում շատ, այսօր էլ։ Գիտեք ամենահետաքրքիրը որն էր։ Որ Հիսուսը այնքան լավն է, որ իր կողքը միշտ ազատ տեղ չկա։ Ես մի հատ հրաշալի հայտնություն եմ տալու քեզ։ Թանկագինս, երբ ուզենաս նրան նմանվես, երբ ուզենաս նրան կպնես, երբ ուզենաս նրանից զորություն առնես, միշտ մարդիկ են լինելու, որ խանգարեն քեզ։ Ու գիտեք, Հիսուսի կողքին կարծես թե այնպիսի մարդիկ չէին, նրա աշակերտներն էին։ Հոգևոր մարդիկ Հիսուսի կողքին խոչընդոտ էին, որ այս քույրիկը վերցնի իր զորությունը։ Այդ պատմության մասին գիտեք։ Մի կին էր, հիվանդություն ուներ, ասում էր ուղղակի կպնեմ նրա հագուստին, կստանամ բժշկություն։ Ու եկավ որ կպնի Հիսուսի հագուստին, բայց Հիսուսի կողքը տեղ չկար, ազատ տեղ չկար։ Նա չէր կարողանում։ Նա չէր կարողանում դիմեր, նա չէր կարողանում խնդրեր։ Հիշում եք հարուրապետը, հենց այդ ժամանակ հարուրապետը թիկնապահների հետ եկավ, աշակերտները ճանապարհ տվեցին, հա? Բոլոր ժողովուրդը ճանապարհ տվեցին, հարուրապետ է գալիս։ Խնդիր չկա, հավատք ուներ մարդը,
Հիսուսն էլ ասաց, խնդիր չունես, հարցդ կլուծեմ։ Աղջիկդ բժշկված է, գնա։ Եթե դու զարմացած ես ինչի մասին եմ խոսում, խնդրում եմ ավետարան կարդա։ Հաստատ կիմանաս ինչի մասին եմ խոսում։ Ով գիտի ինչի մասին եմ խոսում։ Տեր օրհնի։ Բայց այս կինը խեղճ էր։ Իմ ու քո նման։ Թիկնապահներ չուներ։ Միջնորդներ չուներ, որ հովիվին ասա մի հատ գա մեր տուն աղոտ քան էլի։ Հիսուսին ասեք մի հատ մեր կողմը թեքվի էլի։ Մի վարքյան խնդրում եմ, բան չեմ ուզում։ Մի վարքյան նայի վրաս հարցս կլուծվի։ Չուներ այդ հնարավորությունը։ Բայց ուներ իր ներսի փափագը, հավատքը, մենակ կարողանամ կպնեմ։ Գիտես, քեզ մի բան ասեմ։ Հենց ուզեցար կպնես Հիսուսին, լիքը մարդիկ են լինելու, աշակերտներից բռնած, որ խանգարելու են կպնես Հիսուսին։ Բայց ոչ մեկ չունի այդ իրավունքը, որ քո հավատքը մարի։ Գիտես, քո կողքին կարող են լինել մարդիկ, ովքեր կարող են հալեցնել քո հավատքը։ Բայց կարող են լինել մարդիկ, ովքեր կզորացնեն քո հավատքը։ Սա շատ կարևոր է, որ դու հասկանաս քո կյանքի մեջ։ Գիտես, մի շփվի այնպիսի անձնավորության հետ, որ քեզանից քաշում է քո հավատքը, քո ուժերը, ճզմում է քեզ։ Անկեղծ եմ ասում։ Իմ կյանքում կան շատ մարդիկ, շատ եղբայրներ, օգնականներ, քույրեր, որ տարբեր պարագաներում երբ որ հայտնվում եմ, ես չեմ թաքնվում ու ասում, բա ուր Աստված, բա խես ինձ հանդիպեց, բա խի պատահեց, կարելի է ստեղ քայլեմ։ Գիտես, հոբին ով գիտի։ Ով չգիտի, լավ չի։ Հոբը շատ լավ մարդ էր, արդար, անարատ։ Ու գիտես, արի ուտես այդ արդարության, անարատության համար պիտի տառապան կանցներ։ Ով գիտի, Աստված է խաղի տերը։ Կարանք մենք Աստծուն մի բան ասենք ու չհամաձայնվենք։ Ինքն է ստեղծել, ինքն է արարել, ինքն էլ խաղի տերն է։ Ոնց ուզի, նենց էլ պետքա լինի։ Բայց ուրիշ դեպք գիտես հոբի նման, չէ։ Հա, գիտեմ, լավ։ Դրվագներ, հերոսներ, ինչի համար է մեզ Աստվածաշունչը, որ այսօր ես ու դու ունենանք այդ հնարավորությունը ճիշտ քայլեր անելու, որ այն քայլերը, որ ես անում եմ, հանկարծ Հիսուս չելնի մեջիցս, հանկարծ ես չելնեմ Հիսուսի մեջից, որ ինքը մնա իմ մեջ, ես մնամ իր մեջ։ Ամեն, շատ կարևոր է թանկագինս, սա շատ կարևոր է, ու իմացի, շատ լավ է, որ ես ու դու աղոթող մարդիկ ենք, շատ լավ է ծոմեր կա մեր կյանքում, շատ լավ է հավատքի քայլերը, շատ լավ են, բայց որ այդ ամեն ինչի մեջ չկա Հիսուս, լսի, հույսդ մի դիր քո աղոթքների վրա, հույսդ դիր Հիսուսի վրա, չեմ ասում, որ աղոթքները դադարեցնես, բայց քո աղոթքները չեմ, որ հարցը լուծելու են, Հիսուսն է, որ հարցը լուծելու է, մենակ կպնեմ, մի խանգարեք մարդիկ, մի խանգարեք, թողեք կպնեմ, հալելույա, Փառք Հիսուսին, թանկագիներս, պիտի խնդրեմ, որ մեր քույրիկը, եթե կարելի է, հա, մեզ մի փոքր երաժշտություն տա, թանկագիներս ուզում եմ կրկնեմ, որ իմացի, Հիսուսը այնքան լավն է, այնքան քաղցրություն կա նրա մեջ, որ նրա կողքերը երբևիցե դատարկ չի լինելու, նրա կողքերը միշտ լիքն է լինելու, միշտ, ու դրա համար դու քո հնարավորությունը հանուն ուրիշի մի թող, քո հնարավորությունը, քո շանսը, հայերեն ասեմ, հա, մի թող ուրիշի խաթր, ամեն, հալելույա, դրա համար եթե դու քո կյանքի մեջ
խոնարհությամբ ես։ Դրա համար եթե քո կյանքի մեջ, քո սրտի մեջ կա այդ խոնարհությունը, կա հեզությունը, ոնց որ Հիսուսը կաներ, Հիսուսը կվարվեր, դու ապրում ես Աստծո պատվիրաններով։ Ու իմացի, եթե դու ապրում ես Աստծո պատվիրաններով, ուրեմն Հիսուսն էլ հոր հետ ապրում է քո մեջ։ Եթե դու հանում ես քո կյանքից Աստծո պատվիրանները, դու չես հանում ուղղակի քո գործողությունները, դու հանում ես Աստծուն քո կյանքից։ Դու հանում ես, որ ինքը քո կյանքի մեջ չապրի։ Հալելույա, հալելույա։ Ու իմացի թանկագինս, որ նա հաղթեց սատանային։ Նա հաղթեց սատանային, ու այդ հաղթանակը քեզ շնորհեց։ Ու եթե ինքը չլինի քո կյանքի մեջ, դու չունես այդ հաղթանակը։ Նա է քո կյանքի մեջ այդ հաղթանակով, նա է քո կյանքի մեջ այդ զորությունով։ Ամեն, փառք Հիսուսին։ Հալելույա։ Թանկագիններս, մի տեղ եմ ուզում կարդամ, ոգեշնչեմ, ոգևորեմ քեզ։ Սաղմոս 32:11 Ուրախացեք Տիրոջով և ցնծացեք, ով արդարներ, և ցնծությամբ աղաղակեցեք, բոլորդ, որ ուղիղ եք սրտով։ Լսի, եթե սրտիդ մեջ ինչ-որ թեքություն կա, դու չես կարա անկեղծ ցնծաս ու ուրախանաս։ Գիտեք, մեր սրբությունը ինչ է անում։ Քո սրբությունը քեզ ինչու՞մ է օգնում։ Ով կարասի։ Քեզ դուխ է տալի։ Մեր սրբությունը մեզ դուխ է տալի, որ մենք ավելի կարճ ենք հորից։ Եթե ինչ-որ բաներ են չի, մենք ախպեր ջան, չէ ինչ աղոթեմ, արժանի չեմ։ Արդեն մարդը ստեղ հասկանում է, որ մի բան են չի արել, Աստծո դուրը չի եկել։ Դրա համար աղոթելը չի գալի։ Դրա համար խնդրելը չի գալի։ Բայց երբ որ մաքուր է, երբ որ արդար է, գիտեք, ես հասկացել եմ իմ երեխեքի հետ հարաբերությունից։ Այ երբ որ իրանք ինձ չեն ջղայնացրել, պապա կառնես էս, պապա կտաս գումար։ Բայց երբևիցե որ բարկացած եմ իրանց վրա, ինձանից ոչ մի բան չեն խնդրել։ Էս իրական է։ Նույնն էլ Աստծո հետ հարաբերությունն է թանկագինես։ Աստված ինքը հաճախ ասում է, դուք մարմնավորներ եք եւ այլն, մի քիչ անպատվում է, չեմ ուզում։ Առավել եւս ես, չէ՞։ Կարանք հասկանանք թանկագինես։ Հայր դառնալուց հետո շատ կարողացա ես ավելի հասկանալ հարաբերությունը Աստծո հետ։ Պապիկ դառնալուց հետո ավելի շատ։ Փառք Հիսուսին։ Դրա համար թանկագինս շատ կարևոր է, որ սուրբ լինի այն վայրը, այն տաճարը։ Գիտեք ինչքան աշխարհակալներ են եղել երկրի վրա, որ ուզեցել են աշխարհը գրավեն, եղել են որ գրավել են, բայց այսօր ուր են իրանք, ում սրտի մեջ են, ում խոսքի մեջ են, ում կյանքի մեջ են, չկան, փուչ են, բայց միայն իմ ու քո Տեր Հիսուս Քրիստոսը, որ ասեց, որ ինձ ունենան, ավելին կունենան, ինքը այսօր կա, նա առկա է իմ ու քո կյանքի մեջ, մեր շրջապատի մեջ։ Հալելույա։ Դրա համար սիրելիս, ես քեզ կոչ եմ անում, սա շատ կարևոր է, որպես տուն, Աստծո բնակարան, սուրբ բայի քեզ, որտեղ Տերը բնակվի, որ հայրը եւ որդին, հոգին բնակություն հաստատեն, ու դու այդ ժամանակ անտեր չես, լքված չես, անարգված չես։ Տեսեք, մի հատ էլ տեղ կարդամ ու վերջացնենք թանկագիներս, չեմ ուզի շատ ձանձրացնեմ ձեզ։ Այնտեղ 32 Սաղմոս 2-րդ խոսքը. Երանի այն մարդուն, որին Տերն անօրեն չի համարում, եւ նենգություն չկա նրա հոգու մեջ։ Երանի քեզ, որ նենգություն չկա քո հոգու մեջ, դրա համար Տերը քեզ անօրեն չի համարում,
Դրա համար Տերը բնակվում է քո կյանքի մեջ ու քո սրտի մեջ։ Ամեն։ Փառքը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա։ Հալելույա։ Շնորհակալ եմ թանկագին եկեղեցի։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Շնորհակալ եմ։ Մի պահ, գիտեք, հիշեցի երիտասարդ տարիներս։ Ցուրտ էր դահլիճում, բայց ասում ենք, հեսա մի քիչ կշնչեն կտականա։ Այսօր նայում եմ ջերուցման ինչ որ համակարգեր կա, բայց մենք ասում ենք, հեսա մի քիչ շնչեն կտականա։ Բայց այսօր որ ես տեղ եմ, պատիվ ունեմ ձեր առաջ, իմ Տիրոջ առաջ, Հոր Վարմեն, շնորհակալ եմ, ինաքույրիկ, Տերը օրհնի։ Ասեմ որ, գիտեք, երբ որ երիտասարդ էի, մի փոքր կարելի է, մի փոքր, հիշեմ, էսի վկայությունն իմ կյանքի ավետարանի։ Գիտեք, ես էլ ավետարան ունեմ։ Գիտեք, իմ ավետարանը այս ավետարանն է։ Ես վերցրել եմ իմ կյանքի մեջ ու ես էլ իմ ավետարանը ունեմ։ Այս ավետարանը ինձ կյանք է տվել ու հավիտենական։ Երբ որ Աստվածաշնչյան դպրոցում սովորում էինք, ես 17 տարեկան էի։ Դպրոցը ավարտեցի ու Տերն ինձ արեց, որ գնամ Սիբիր։ Չնայած որ լավ էի սովորում, կարող էի գնայի միլիցիայի դպրոց։ Միլիցիա դառնայի 93 թվականին։ Իմ քերուս տղան գնում էր, ասեց արի գնանք, ասի չէ, ես պետք է բիբլիայսկի գնամ։ Այն վաղտը տենց ենք ասում Աստվածաշնչյան դպրոցում։ Գնացի։ Հիմա այնտեղ Աստված ինչ շրջապատել էր թանկագին մարդկանցով։ 17 տարեկան էի, շատ բան չէի հասկանում ու դրա հետ էլ միասին սիրահարվել էի Ամալիային։ Գիտեք ով Արմենը խեղացի ծաղում, այնքան արկածներ է, որ պատմեմ, շատ կմրսեք։ Բայց ինաքույրիկը, գիտեք, ինձի մայրություն արել, մայրություն, հոգևոր մայրություն արել, այնքան է օգնել ինձ, խրատել, գլուխը շոյել ու հույս տվել, որ լավ է լինելու։ Ու այսօր ասում եմ, տեսար, որ ասում եմ լավ է լինելու։ Գիտեք, Ամալյան մի քիչ դժվարությամբ համաձայնվեց իմ կինը դառնա։ Դրա համար շատ դժվար էի տանում այդ իրականությունը ու ինձ հույս էին տալի։ Բայց ես հաղթող եմ, ինչպես տեսնում եք։ Ունեմ 3 երեխա, թոռնիկ ու ամուր հավատք։ Ամենակարևորը իմ ընտանիքս, թանկագիներս, երեխաներս, փեսաս, հարսիկս, բոլորը Տիրոջ տան մեջ են։ Տիրոջ ծառաներն են, Աստծո երկրպագուներն են, Աստծո զավակներ են, Քրիստոսը իրանց մեջ է, իրանք Քրիստոսի մեջ։ Ասեմ ավելին, քույրերս, եղբայրս, ծնողներս, քույրերիս ամուսինները, երեխաները, բոլորը իմ Տիրոջ մեջ են, իմ Տերս նրանց մեջ է ու ծառայում են Աստծուն։ Փառք Հիսուսին, էսի շնորհք է, որ մենակ կարայի երկնքից գա մեր կյանք։ Էսի պատիվ է, որ մենք կարանք Աստծո առաջ ունենանք նրա արքայության մեջ լինելու համար։ Փառք մեր Տեր Աստծուն Հիսուս Քրիստոսին։ Հալելույա։ Հալելույա։ Դրա համար թանկագինս, ես քեզ կոչ եմ անում։ Գիտես, կան ժամանակներ, որ ցուրտ են։ Կան ժամանակներ մեր կյանքի մեջ, որ ցուրտ են, ինչպես այսօրվա ձմեռը։ Ոչ մի բան պետք չի անել։ Պետք չի դուրս գալ ու ցրտի հետ պայքարել։ Պետք է պահել քեզ տաք տեղում։ Գտիր տաք տեղ, որ Աստծո եկեղեցին է։ Գտիր տաք տեղ, որ Աստծո տունն է, որ կա կենթանի խոսք, որ կկերակրի քո հավատքը, որ Հիսուսը շարունակի ապրել քո կյանքի մեջ ու դու ապրես Հիսուսի մեջ։ Ամեն։ Ամեն, օրհնված լինես։ Ողջունում եմ քեզ, սիրելի բարեկամ։ Ես Արմեն Ստեփանյանն եմ, որ ներկայացնում եմ Կայարանում մշակույթի տան արտնության հավաքույթների կյանքի խոսք եկեղեցու հովիվը։ Ուզում եմ քեզ հրավիրել, որ ամեն շաբաթ գաս եւ մենք միասին Աստծո անունը մեծարենք այստեղ եւ Աստծո փառքը տարածենք։ Սպասում եմ քեզ ամեն շաբաթ ժամը 12-ին։